Լոռվա հիմնականում հույներով բնակեցված Մադան գյուղում երբեմնի եռահարկ դպրոցի շենքից հիմա մի կտոր պատ է միայն մնացել։ Դատարկված գյուղում միայնակ մնացած ծերունի հույներն ափսոսանքով պատմում են, որ տարիներ առաջ քաղաքներից մեծավորներն են եկել հսկա շենքը շինանյութի վերածել ու վաճառել։ Եկել են Ալավերտից մեծ քանդել են այս թավուր դպրոց ու գնացել են։ Դե մեծ ասում եմ, մեծ, ինչու՞ դու կարաս խոսած դրան։ Ով է։ Եկել է քանդել է, մատերիալը սա տարել են։ Վախ ունեն, որ մի օր էլ հերթը իրենց տներին կհասնի։ Ունեցածը չկորցնելու համար 76-ամյա Միխայիլ Կոտանովը ամեն տարի ամռան ամիսներին Հունաստանից Մադան է գալիս։ Գնում եմ ու գալիս եմ, ամառը գալիս եմ էսել, թմերը գնում եմ։ Դպրոցի շենքը քանդելու եւ վաճառելու համար ոչ ոք պատասխան չի տվել, չեն էլ պահանջել, քանի որ գյուղի իրական տերերն այլևս այստեղ չեն։ Դեռ սրանից 20 տարի առաջ ավելի քան 1000 մարդ թողել է տասնամյակների ստեղծած տուն-տեղն ու արտագաղթել, հիմնականում Հունաստան։ 90-ականներին Հունաստանի կառավարությունը հայաստանցի հույներին տուն ու տեղով ապահովում էր, աշխատանք տալիս, ասում է Միխայիլ Կոտանովը։ Ժողովուրդը պրախտել են տները, վեշը ամեն բան հայտ է գնացի։ Իրակ որ գնացել էր, արդեն թե իրակ վիզան ուղարկել, ասենք թե մեզ քեր իրակ կամանց գնացել են ու մատան դրտակվել է։ Մադանեցիները պատմում են, որ այսօր լքված տներն էլ դպրոցի շենքի նման շինանյութի են վերածում, $150-200 դիմաց վաճառում։ Նախկին տերերը տներից մի քանիսը փրկելու համար անհատույց տվել են տան կարիք ունեցող ծանոթ բարեկամներին պայմանով, որ աչքի լույսի պես պահեն իրենց ունեցվածքը։ Սերինե Արզումանյանը նրանցից մեկն է, ամուսնու եւ անչափահաս երեխաների հետ 5 տարի առաջ է հարևան Աքորի գյուղից Մադան տեղափոխվել։ Կարգի են բերել անտերության մատնված տներից մեկն ու ապրում են։ Տանտերերին այս տարիներին մի անգամ են տեսել։ 2 րոպե կան գնացի։ Ասին ապրեցեք, ինչքան ուզում եք, մենք էլ չենք գալու։ Եթե սիրուն պահում եք, չեք քանդում։ Թենց։ Եկվորները Մադանի լքված ավելի քան 300 տներից մոտ 30-ին նոր շունչ են տվել, սակայն համոզված են, որ այստեղ մշտական բնակությունն անհնար է։ Այս ժողովուրդը ով գնացել է, հետ չի գալու։ Այս տներն էլ արդեն փլվել են, այստեղ ջուր էլ չկա, խանութ էլ չկա, դպրոց էլ չկա, մանկապարտեզ էլ, ճանապարհ էլ չկա ու չկա։ Թենց պայմանի է, լավ պայմանի չկասնի։ Ստե տանժում են, չեն ապրում։ Գեբ գոյատևում են մարդիկ։ 90-ամյա Վարվարա Ապոստոլովան Մադանում մնացած եզակի հույներից է։ Իր մաշկի վրա է զգում դատարկված գյուղի դժվարությունները, անտառի փեշին գտնվող գյուղում նորմալ ապրելու ոչ մի պայման չունեն։ Ծեր կինը չնայած հարազատներ ունի Հունաստանում, բայց ծննդավայրը լքելու մասին չի մտածում։ Կնամ Հունաստան, ինչ անեմ, ջահել շեմ կնամ աշխատեմ, բա, ինչ անենք բալա, մի տրասպորտ չունենք, մի ջուր չունենք, մի սպիչքի համար էլ կնում ենք քաղաք, կնա տուր 2000, 3000, տանի, պերի, բա, այսպես ապրում ենք։ Ասում է մայրենի հունարենով խոսելու համար գյուղում համարյա զրուցակից չունի, բայց համոզված է մինչև կյանքի վերջ չի մոռանա։ Ապոթեներսես, տոնոմաստոյեն, անմտի ինչա, որտեղից եք եկել, նե։ Մի քանի օրից Մադանից կհեռանա նաև նրա հատուկեն զրուցակիցներից մեկը, Միխայիլ Կոտանովը կմեկնի իր հետ տանելով հայկական բարիքը։ Այստեղ եղած ամիսներին տնամերձից հավաքել է միրգն ու պահածո պատրաստել, ասում է ամեն ինչ ձեռքից գալիս է։ Հույն եմ, տրևնի հույն։ Հիմա Հունաստանում ավելի հաճախ է մադանեցիների հանդիպում, քան այստեղ գյուղում, որ արդեն Ալավերդու թաղամաս են դարձրել, համոզված է Մադանն այլևս նախկինի նման գյուղ չի դառնա։ Այստեղ ով պետք է կա, աշխատանք չի կա, արդեն տները սա քանդել է, ով պետք է կա, կյանքում չի հավատաս, կյանքում, որ մի հույն այստեղից կա, այստեղ ապրի, կյանքում, արդեն 100%-ով